Ինչ վերաբերում է հայաստանյաց առաքելական եկեղեցուն ես ինչպես եմ պատկերացնում, ես պատկերացնում եմ հայաստանյաց առաքելական եկեղեցին իր առաքելության մեջ, որ ծառայում է մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսին եւ ոչ այլ կերպ։ Եվ ուզում եմ ելի հիշեցնել, որ եկեղեցին ժողովուրդն է։ Չկա եկեղեցի առանց ժողովրդի, չկա եկեղեցի առանց հետևորդների։ Հոգևորականները եկեղեցու շատ կարևոր հատվածն են, բայց եկեղեցին առաջին հերթին ժողովուրդն է, հավատավոր հետևորդները եւ Կտրիչ Ներսիսյանը առավել եւս եկեղեցի չէ։ Հարկերի վերաբերյալ մենք երկրում պետք է ունենանք լիարժեք թափանցիկություն։ Մենք ասում ենք, որ նախ հոգևորականներն նույնպես քաղաքացի են եւ նրանք պետք է գործեն օրենքի դաշտում։ Հասկանում եք, պետք է այսօրվա կարգավոր չկա որևէ կարգավորում, որ Հայաստանի Հանրապետությունում հոգևոր ծառայողները դուրս են օրենքից։ Ընդհակառակը կա, որ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև։ Եվ եթե որևէ քաղաքացի բոլոր քաղաքացիները պետք է եկամտային հարկ վճարեն, պետք է նաեւ հոգևորականները վճարեն, իսկ ինչու պետք է չվճարեն։ Բայց ես հաջորդը կա, շարունակությունը կա, մենք ասում ենք, որ պատրաստ ենք եւ պարտավոր ենք եւ 8 տարի արդեն այդ պատրաստակամությունը արտահայտում ենք, որ եկեղեցու գործունեության, հայաստանյաց առաքելական եկեղեցու գործունեության արդյունքում ձևավորված եւ գանձված հարկերը ամբողջ ծավալով մենք պատրաստ ենք վերադարձնել, այդ թվում ֆինանսական թափանցիկությունը ապահովելու նկատառումով։ Եվ կա նաեւ հաջորդ հարցը։ Ասենք ինչի օրինակ պետքա եկեղեցու համար ներմուծվող սուրճը կամ չգիտեմ հիմա ես վախենամ տողերի մեջ սխալվեմ, ինչ որ մի ապրանք, որը մաքուր ծիսական նշանակություն չունի, խոսքը ոչ ծիսական ապրանքների եւ առարկաների մասին է, չհարկվի, իսկ մյուս դեպքերում պետքա հարկվի։ Իսկ ինչու պետքա մենք Հայաստանյաց առաքելական եկեղեցու հետևորդները չիմանան, որ օրինակ մոմի վաճառքը ինչքան շրջանառություն է ապահովում, հետո ինչ են լինում այդ փողերը։ Դա նրա համար է, որպեսզի օրինակ Կտրիչ Ներսիսյանի զարմիկները բանով G դասի Mercedes-ով պատտվեն, թե դա եկեղեցու կարիքների համար է։ Այդ թվում մյուսները, ով, չգիտեմ, հիմա ես կոնկրետ օրինակ եմ բերում, դուք կարաք եւս 6 օրինակ բերեք, իմ օրինակը չի բացառում որևէ մեկին, որովհետեւ հարցը սկզբունքի մեջ է։ Սկզբունք պետք է կիրառվի, երկրում պետք է լինի թափանցիկություն, պաշտոնյաները պետք է գործեն թափանցիկ եւ հաշվետվողական, հոգեվոր ծառայողներ եւ մենք համընդհանուր հայտարարագրման համակարգ ենք ընդունել, որը բացառություններ չի անում։ Եվ իմիջայլոց այդ չվճարումների պատճառով հոգևորականները բազմաթիվ այսօր չեն կարողանում օգտվել առողջության ապահովագրության համակարգից։ Ինչու պիտի չօգտվեն այդ մարդիկ։ Հիպոթեկային վարկով բնակարան ձեռք բերելու պարագայում եկամտային հարկի վերադարձի համակարգից չեն կարողանում օգտվել։ Իսկ ինչու պետքա չկարողանան օգտվել։ Այսինքն նաև մեր հոգևոր ծառայողների բարեկեցության մասին է, չէ՞։ Մենք գիտեք ինչու այդ ամեն ինչը, որ կախվածություն լինի մեկ անձից, բոլոր առումներով, ֆինանսական, կենցաղային եւ այլն եւ այլն։ Եվ այստեղ նաև այո հոգևոր ծառայողների ազատության մասին է խոսքը, այն ազատության, կոռեկտության սահման, իսկ ինչու պիտի չլինի հոգևոր ծառայողի էթիկայի կանոնակարգ։ Լավ, մենք պետք է որպես հանրություն պատասխան տանք հարցին։ Մեզ համար նորմալ եւ ընդունելի է, որ կաթողիկոսի պաշտոնում գտնվող մարդը զավակներ ունենա։ Նորմալ է մեզ դա։ Պետք է Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պատասխանեն։ Նորմալ է դա։ Բոլորը։ Հարգելի գործընկերներ։ Բոլորը։